Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Ինչու է դեմքը ծռվում, թմրածություն առաջանում, միմիկան սահմանափակվում։ Երբ որ դեմքը թեքվում է, ծռվում է, ասում են երրորդ նյարդից բորբոքվել է։ Ոչ, դա արդեն այո դիմային նյարդն է։ Երրորդ նյարդը ապահովում է մեր զգացողությունը, իսկ դիմային նյարդը ապահովում է մեր շարժումները։ Դիմային նյարդի ախտահարման դեպքում դեմքի միմիկաների սահմանափակման, երրորդ նյարդի ախտահարման դեպքում սուր ցավային զգացողությունների։ Դիմային նյարդը, երբ որ ախտահարվում է, դեմքը թեքվում է, պացիենտը միանգամից վազում է բժշկին։ Բնականաբար երրորդ նյարդը երբ ցավում է մեր հայ ժողովուրդը սիրում է դիմանալ այդ ցավին, երկար ժամանակ ոչ բժշկի չդիմել, դե լավ կանցնի, դե լավ էս դեղը խմեմ, դե լավ չգիտեմ ինչ, ու դառնում է քրոնիկ, գործում են հակաբորբոքայիններով ինչ որ ձև խնդրին լուծում տալ։ Այո, կամ ուղղակի ասում են դե գնամ ֆիզիոթերապիայի տոկերով կանցնի, չի կարելի։ Սա միֆ է։ Որքան էլ դեմքը միգուցե սարելուց է բորբոքվել, պետք չէ այն տաքացնել հետո։ Մրսացնել չի կարելի, սա տաքացնել չի կարելի, պետք չէ։ Հնարավոր է ուղղել որ դեպքերում այսօրվա բժշկությունը լիարժեք կարող է այն բուժել։ Դուք դիտում եք Միֆեր առողջության մասին հաղորդումը, բարև ձեզ։ Ինչու է դեմքը ծռվում, թմրածություն առաջանում, միմիկան սահմանափակվում, ցավեր են առաջանում դիմային հատվածում։ Այսօր զրուցելու ենք դիմային նյարդի եւ երրորդ նյարդի բորբոքման պատճառների եւ բուժման ձևերի մասին։ Իմ հյուրն է նյարդաբան Անուշ Գասպարյանը, ողջույն Անուշ։ Շնորհակալ եմ քեզ ողջունելու համար։ Ես եմ շատ շնորհակալ նորից ձեզ մոտ գտնվելու համար։ Նյարդային խանգարումներից ենք զրուցելու, մասնավորապես դիմային նյարդի բորբոքման երրորդ նյարդ, այս արտահայտությունը երևի շատ քչերն են լսել, ասենք թե ինչով են սրանք իրար հետ փոխկապակցված, ինչու են նյարդերը բորբոքվում։ Շատ, այսպես ասած, կարևոր թեմա է ու շատ տարածված, շատ լավ զրույց ենք ունենալու, ես կարծում եմ։ Տեսեք, մենք ու մեր դեմքը եթե տենց վերցնենք, մեծ նյարդերի մասին է խոսքը, նյարդավորվում է երկու նյարդով, շարժող նյարդով եւ զգացող նյարդով։ Մեկը ապահովում է մեր դեմքի շարժումները, միմիկաները, մեկը ապահովում է մեր դեմքի զգացողությունը։ Դրանք գլոբալ իրարից տարբերվում են եւ գլոբալ տարբեր նյարդեր են։ Շատ հաճախ, երբ որ մենք ունենում ենք դիմային ցավ, կամ պացիենտները ունենում են դիմային ցավ, գալիս ասում եմ Շիշկուի ջան, դեմքիս ներվը բորբոքվել է, դիմային ներվս բորբոքվել է։ Դա դիմային նյարդը չէ, մենք միշտ ասում ենք, գիտեք, դա դիմային նյարդը չէ, դա երրորդ նյարդն է, սկսում ենք բացատրել, կամ հակառակը, երբ որ դեմքը թեքվում է, ծռվում է, ասում են երրորդ նյարդս բորբոքվել է։ Ոչ, դա արդեն այո դիմային նյարդն է, երրորդ նյարդը ապահովում է մեր զգացողությունը, իսկ դիմային նյարդը ապահովում է մեր շարժումները։ Ինչից են բորբոքվում, պատճառները որոնք են, սա ինչ աուտոիմուն հիվանդություն է, ինչի մասին է խոսքը։ Աուտոիմունն էլ կարող է պատճառ լինել այո նյարդի բորբոքային process-ների համար, պատճառները շատ են։ Մրսացնել, սառեցնելուց սկսած, ատամի վրա ինչ-որ գործողություն անելուց, ականջի բորբոքային process-ներից, գլխեղում խնդիրներից, ընդհանուր մինչև ուռուցքներ, շատ են պատճառները, այսինքն բոլոր են պատճառները, որոնք որ կարող են բերել նյարդի հաղորդականության ախտահարմանը, լինի դա մեխանիկական ճնշում, թե բորբոքային process, դրանք բոլորը կարող են բերել դիմային նյարդի ախտահարման դեպքում դեմքի միմիկաների սահմանափակման, երրորդ նյարդի ախտահարման դեպքում սուր ցավային զգացողությունների։ Ովքեր են ռիսկի խմբում։ Մենք նշեցինք, այո, արդեն պատճառներից հասկացանք, որ բոլորս կարող ենք հայտնվել ռիսկի խմբում։ Գրված չենք այդ երկու նյարդի ախտահարումների համար, բոլորիս մոտ մեկ օր կարող է դա առաջանալ, նույնիսկ այն պացիենտը, ով մի անգամ տարել է այդ խնդիրը, կարող է երկրորդ անգամ նույնպես կարող է լինել։ Ինչ վերաբերում է երրորդ նյարդերի խնդիրներին, դրանք շատ հաճախ դառնում են քրոնիկ։ Դիմային նյարդը բնականաբար, եթե մենք բուժում ենք, ամեն ինչ անցնում է, օքեյ, շատ լավ, բայց երրորդ նյարդի խնդիրները իրանք շատ հաճախ դառնում են քրոնիկ, որովհետև եթե այսպես ասած տարբերենք դիմային նյարդը, երբ որ ախտահարվում է, դեմքը թեքվում է, պացիենտը միանգամից վազում է բժշկին։ Բնականաբար երրորդ նյարդը երբ ցավում է մեր հայ ժողովուրդը սիրում է դիմանալ այդ ցավին, երկար ժամանակ ոչ բժշկի չդիմել, դե լավ կանցնի, դե լավ էս դեղը խմեմ, դե լավ չգիտեմ ինչ, ու դառնում է քրոնիկ, արդեն պացիենտը գալիս է այն ժամանակ, երբ որ իր մոտ այդ ցավը քրոնիկ է։ Ու բնականաբար դա բուժելը շատ ավելի դժվար է, քան երբ որ նոր ստադիաներում է գալիս։ Ինչու է դեմքը ծռվում։ Դեմքը ծռվում է դիմային նյարդի ախտահարումների ժամանակ։ Լինի դա բորբոքային process, աուտոիմուն թե սովորական բորբոքային process, լինի դա
գլխում որոշակի ուռուցք նորագույացություն, որը որ կարող է ճնշել դիմային նյարդը, լինի դա հետ վիրահատական ինչ-որ խնդիր, այսինքն որոշակի վիրահատություններ, որոնք կատարվում են պարանոցի հետագան ջերմային շրջանում, կարող են առաջացնել նյարդի հատում կամ նյարդի որոշակի նյարդաթելիկների ախտահարում, որի հետևանքով էլի դեմքը թեքվում է, կարող են առաջանալ ականջի խնդիրների հետևանքով, ականջում բորբոքային process-ների հետևանքով, ինսուլտի, նաև ինսուլտի, այո, եթե մենք մեր մոտ ինսուլտի ժամանակ ախտահարվում է այն կորիզը, որից որ դուրս է գալիս տվյալ նյարդը, բնականաբար այո, նույնպես մենք կարող ենք ունենալ դեմքի թեքվածություն։ Հնարավոր է ուղղել որ դեպքերում, ինչպես։ Գրեթե բոլոր դեպքերում հնարավոր է ուղղել։ Եթե հասարակ բորբոքային process-ների մասին է խոսքը, այսօրվա բժշկությունը լիարժեք կարող է այն բուժել։ Ուղղակի պետք է շուտ դիմել բժշկի, այսինքն առաջի 1-2 օրերի ընթացքում շուտ դիմել բժշկի, սա համապատասխան բուժում, վերականգնողական բուժում եւ բնականաբար լիարժեք կարգավորում։ Եթե մենք ունենք նյարդի հատում կամ նյարդի մեխանիկական սեղմում, որոշակի խնդրի հետևանքով, բնականաբար պետք է խնդիրը վերացնել։ Եթե հատված է նյարդը ամբողջությամբ հատվելու դեպքում, բնականաբար վիրաբուժական մոտեցում։ Եթե մասնակի հատում է, մենք փորձում ենք այո վերականգնել այդ ամենը։ Ամենահեշտը իհարկե բորբոքային process-ները բուժելն է։ Հարցնում են շրթունքի թրթռոցը, թեքվելը մի կողմի վրա, սա նույնպես դիմային նյարդի բորբոքում է։ Թեքվելը այո, երբ որ շրթունքի թեքվածություն է, այո, դա առաջին նշաններից է, որ դիմային նյարդի որևէ երրորդ ճյուղի ախտահարում կա, դա կարող է լինել գլխուղեղից եկող, դա կարող է լինել բուն նյարդը։ Թրթռոցը պարտադիր չէ։ Թրթռոցը կարող է լինել մկանաթելիկների գերակտիվ աշխատանքի հետևանքով։ Նույն ձև, ինչպես որ օրինակ աչքի թրթռոց կարող ենք ունենալ, IT շրջանում կարող ենք թրթռոց ունենալ, մատանի տարբեր հատվածներում մկանային թրթռոցներ, դրանք մկանաթելիկների գերակտիվ աշխատանքի հետևանքով են առաջանում։ Հոգնածության, լարվածության արդյունք են։ Նաև, խոսքը վերաբերվում է այն թրթռոցների մասին, որոնք որ անընդհատ չեն, շատ տեսանելի չեն, շատ քրոնիկ չեն, ծիկ չեն, ունենք մենք շատ լուրջ հիվանդություններ, որոնց հետևանքով որ առաջանում ամբողջ տարբեր մկանաթելիկների գծքում, խոսքը դրանց մասին չէ։ Խոսքը այդ փոքրիկ թրթռոցների մասին, որ երբեմն մենք զգում ենք մեր օրգանիզմում, մեր դեմքի շրջանում։ Բայց եթե զգալիորեն թեքվել է շրթունքը, սա արդեն խոսում է, այո, դա արդեն խնդրի մասին է խոսում եւ պարտադիր պետք է դիմել բժշկի հասկանալու համար տվյալ նյարդը ինչի հետևանքով է ախտահարված, որ հատվածում է խնդիրը, որ բերում է, եթե միայն շրթունքի հատվածն է, շատ հաճախ լինում է ինսուլտների հետևանքով։ Շատ հաճախ։ Եթե ամբողջ դեմքի կեսն է, ավելի հավանական է, որ բորբոքային process-ների, բայց խնդիրները տարբեր են ու դրսևորումն էլ կարող է տարբեր լինել։ Մենք ունենք գլխուեղում հատված, որի ախտահարման հետևանքով, եթե այն հատվածում լինի ինչ-որ ինսուլտ կամ գոյացություն կամ արյունազեղում, կարող է ամբողջ դեմքի կեսը թեքվել։ Եվ մենք շատ հաճախ լինում են դեպքեր, որ շեղվում ենք ճիշտ ախտորոշումից, մտածում ենք, որ օքեյ բորբոքային process-ը, այնինչ որոշակի բուժումներ անցնելուց հետո պացիենտը տեսնում որ վերականգնում չկա, նոր գնում գլուխը նկարում ու հասկանում որ չէ իրականում ուրիշ խնդիր էր, ուղղակի նյարդը չէր բորբոքվել։ Սա այն դեպքերում, երբ չեն դիմում բժշկի եւ փորձում են հակաբորբոքայիններով ինչ-որ ձև խնդրին լուծում տալ։ Այո, կամ ուղղակի ասում են դե գնամ ֆիզիոթերապիայի տոկերով կանցնի։ Չի կարելի, այդ ամենը չի կարելի անել ինքնուրույն։ Ով է բուժում նյարդերը։ Նյարդաբանը, պետք է դիմել նյարդաբանի նման սիմպտոմների դեպքում։ Իսկ երբ դեմքը թմրում է ծակծկում, մենք արդեն հասկացանք, որ սա երրորդյակ նյարդի բորբոքման հետևանք կարող է լինել։ Դա երրորդյակ նյարդի դրսևորում է։ Թմրածություն, ծակծկոցներ կարող են լինել սկզբնական շրջանում բորբոքային, երբ որ երրորդյակ նյարդի բորբոքում ենք ունենում, այդ ժամանակ մենք ավելի շատ սուր ցավեր ենք ունենում։ Այո, նաև ցավեր։ Սուր ճառագայթող նոպայանման ցավեր։ Բնականաբար դա ժամանակի ընթացքում կարող է դառնալ քրոնիկ։ Եթե թույլ թմրածություն, ծակծկոց եւ այլն պարտադիր չէ, որ դա լինի նյարդի բորբոքում, դա կարող է լինել նյարդի գերզգայունություն ինչ-ինչ պատճառների հետևանքով, իսկ պատճառները շատ են, սկսած լարվածությունից, մի փոքր մրսելուց, վիրուսային վարակներից, ատամի ինչ-որ խնդիրների հետևանքով։ Նաև, ինչպես նշեցիք, հիվանդության ախտանշան կարող է լինել, ինսուլտ, կարող է լինել նաև բելի հիվանդություն, որ հաճախ շփոթում են, եկեք ասենք, հարցնում են աչքի արցունք հատված, արցունք հոտվելը, հաճախակի թրջվելը, սա
դեպի բելի հիվանդությունը տանում, ոչ։ Մեկը մեկի հետ կապ չունի, բայց քանի որ մենք ունենում ենք բելի պարալիչի ժամանակ աչքը բացում է եւ չեն կարողանում թարթել, բնականաբար, այսինքն միմիկան այդ աչքը փակող պարալիզվում է, այդ ժամանակ էլի լինում է արցունքահոսություն, բայց դա արդեն աչքը չփակվելու հետևանքով է այդ արցունքահոսությունը, ոչ թե ջերակալում է արցունքի գալիս ու կարա դրանից առաջանա բելի պարալիչը։ Հակառակն է սովորաբար։ Ինչ կարելի եւ ինչ չի կարելի, խոսենք սրա մասին, շատերը զգալով այդ ցավերը կամ միանգամից ախտորոշելով դիմային նյարդի բորբոքում տաքացնում են դեմքը, տակ, այսպես արթուկում են, շորեր են դնում եւ այլն։ Ցանկացած բորբոքային process-ների ժամանակ, նաեւ դիմային նյարդի բորբոքային process-ի ժամանակ տաքացնել պետք չէ։ Ոչ էլ սառացնելը պետք։ Սա միֆ է։ Որքան էլ դեմքը միգուցե սառելուց է բորբոքվել, պետք չէ այն տաքացնել հետո։ Սառացնել չի կարելի, սա տաքացնել չի կարելի, պետք չէ։ Ասում եմ տաք ջրով գնամ մի հատ լող անամ, տաք վաննա մտնեմ, կանցնի, չկա նման մի արեքնեմ ավարել։ Ինչ անել, Անուշ, ինչպես օգնենք մարդկանց։ Հնարավորինս շտապ նման դեպքերում դիմում ենք բժշկին, նույնիսկ եմ ասում, այս խնդրի դեպքում րոպեները նույնիսկ կարող են լինել հաշված։ Իսկ ինչ բուժում եք իրականացնում, ինչ նշանակության դեղեր են։ Հակաբորբոքային նյարդը վերականգնող պրեպարատներ, կարիքի դեպքում արդեն նյարդի ստիմուլյացիա, վերականգնողական բուժում, մասաժներ, վարություններ, դա շատ ինդիվիդուալ է, դա կախված է պացիենտից, դա կախված է իր օրգանիզմից, դա կախված է իր վերականգնման ունակությունից օրգանիզմի։ Հիմա ասել, որ ինքնուրույն կվերականգնվի, ոչինչ, սպասեմ, չի վերականգնվի։ Կան տոկոսներ, որ այո կարող է վերականգնել, բայց դրանք շատ քիչ են։ Լիարժեք վերականգնում շատ քիչ տոկոս դեպքերում է, որ ինքնուրույն լինում է։ Շատ քիչ տոկոս դեպքերում սովորաբար մնացորդային երևույթներ են մնում ու շատ ժամանակ նույնիսկ պացիենտները գալիս են մի քանի ամիս հետո խնդրից, ասում են դե ավելի վատ էր, այսքանը անցավ, մտածում էի ամբողջը կանցնի, բայց իրականում այդ մնացորդայինը արդեն իսկ բուժելը անհնարին մոտ բան է լինում արդեն։ Դեղորայքի մասին կատարածված կարծիք, որ հորմոնալ դեղեր են նշանակվում երբեմն դիմային նյարդի կամ եռորյակ նյարդի բորբոքումների ժամանակ, ասում են, որ էպիլեպտիկ գրություններ են նշված, հա, դեղորայքի վրա կարծում են, եկեք այս մասով էլ պարզ դարձնենք, ինֆորմացիան տանք, մարդիկ իհարկե անհանգստանում են, ասում են իմ մոտ նման դրսևորումներ չեն եղել, ինչի ես այս դեղը պետք է ընդունեմ, էպիլեպտիկ դեղորայք։ Այո, կամ կարող խմեմ դառնամ էպիլեպտիկ, մի խոսքով, եկեք պարզենք որն է իրականությունը։ Սկսենք այդ հորմոնալ հակաբորբոքայիններից ստերոիդային հակաբորբոքային դեղորայքի մասին խոսքը, որ այո հորմոնալ պրեպարատ է, իրենց ներկայացնում, եթե մենք ունենք դիմային նյարդի բորբոքում կամ աուտոիմուն process-ի հետևանքով առաջացած, այո, դա ամբողջ աշխարհում պրոտոկոլով այսպես ասած հաստատված դեղորայքային բուժումը, որը որ պետք է արվի վերականգնման համար, բորբոքումը վերացնելու համար, սովորաբար դա արվում է։ Իհարկե կան դեպքեր, որ ոչ չեն կանում, բայց դա նույնիսկ եմ ասում, դրանք ինդիվիդուալ են եւ նման դեղորայքը երբևէ պետք չէ ու չի կարելի, որպեսզի պացիենտը ինքնուրույն որոշի եւ սկսի խմել։ Նույնիսկ այդ պրեպարատը, որը որ նշանակվում է, դա պետք է նշանակվի խիստ բժշկի հսկողությամբ, ճիշտ դոզավորմամբ եւ ճիշտ ձևով դա շատ կարեւոր է, որտեվ ուղղակի գնալ վերցնել հորմոնը խմել, որպեսզի բորբոքումը անցնի, սխալ խմել բնականաբար դա նույնպես կարող է բերել իր հետևանքների։ Կողմնակի ազդեցություններ կան։ Բացի կողմնակի ազդեցություններից ինքը չունենա այն էֆեկտը, ինչ որ պետք է ունենար։ Եվ երկրորդ, ինչ վերաբերվում է այդ հակաէպիլեպտիկ, այսպես ասած, ես կասեի ոչ թե հակաէպիլեպտիկ, այլ բոլոր այն պրեպարատները, որոնք որ նեյրոպաթիկ ցավի համար են ուղղված, իրենք նաև կարող են ունենալ հակաէպիլեպտիկ ազդեցություն, դա կախված է արդեն դոզից։ Որոշակի դոզաներում ինքը ունի նեյրոպաթիկ ցավի համար ազդեցություն, որոշակի դոզայից ավելի դեպքում հակաէպիլեպտիկ։ Բնականաբար դա նույնպես պարտադիր չի, որ պացիենտին նշանակվի, դա նշանակվում է խիստ ինդիվիդուալ դեպքերում, երբ որ դրա կարիքը կա, երբ որ բժիշկը գտնում է, որ դրա կարիքը կա եւ պացիենտը պետք է խմի։ Դա երբևէ չի կարող առաջացնել էպիլեպսիա, այն պացիենտի մոտ, ով չունի էպիլեպսիա կամ բերի էպիլեպտիկ նոպաների, եւ եթե մենք այդ պրեպարատները նշանակում ենք պացիենտին, դա չի նշանակում, որ
ինչ որ խնդիր ենք մենք տեսել դրա համար, ոչ, որովհետև ինքը այդ խմբի պրեպարատները ունեն նաև այդ նեյրոպաթիկ ցավը, նյարդի ցավը, որը որ սովորական ցավ չէ, հանող ազդեցություն։ Ավելի արդյունավետ է։ Այո, դա սովորական ցավը զրկողով բուժվող խնդիր չէ, այսինքն մեր երրորդ նյարդի բորբոքային process-ը սովորական ցավը զրկողով լուծվող խնդիր չէ, եթե դա քրոնիկ է եւ եթե դա արդեն իսկ սկսում է տանջել պացիենտին։ Լավ, իսկ դիմային նյարդի կամ երրորդյակ նյարդի բորբոքման դեպքում բուժվում է հիվանդությունը անգամ երբ քրոնիկ է, որքան է բուժման տևողությունը եւ ինչ անել, որ չկրկնվի։ Այո, դրանք բուժելի խնդիրներ են, հատկապես եթե դիմում ենք վաղ շրջաններում, այն լիարժեք բուժվում է, ունենում ենք դեպքեր բնականաբար, երբ որ մնում են մնացորդային երևույթներ, բայց դա կախված է միայն օրգանիզմից եւ բուժմանը օրգանիզմի պատասխան ռեակցիայից, շատ դեպքերում մենք դեղորայքային բուժումից հետո անում ենք վերականգնողական բուժում, վերականգնողական բուժումը նույնպես կապված է պացիենտից, իր ինդիվիդուալությունից, իր օրգանիզմից, թե ինչ նրա կարելի, ինչ չի կարելի, ինչ ավելի լավ կօգնի, ինչը չի օգնի։ Լուծումները շատ են, շատ կարևոր է ուղղակի դիմել բժշկի ճիշտ ժամանակին ու ստանալ ճիշտ բուժում։ Կարող ենք այնպես անել, որ չկրկնվի հետո։ Չենք կարող։ Ապահովագրված Ոչ մեկս ապահովագրված չենք։ Պաստորեն կանխարգելել հիվանդությունը նույնպես չենք կարող։ Չենք կարող։ Պետք է ուշադիր լինել։ Տերևս իմունիտետը բարձր պահել, փորձել խուսափել, չգիտեմ ինչ որ արհեստական սառեցումներից կամ գերսառեցումներից։ Ես հասկանում եմ, բոլորս էլ կարող ենք դուրս գալ, կարող է քամի լինել, կարող է, չգիտեմ, մեքենայի պատուհանը բաց քշենք ու բոլորի մոտ չի, որ այդ խնդիրը կառաջանա, նույնիսկ եթե մեկս անենք, մյուսս չանենք, կամ միգուցե թեթև քամուց ինչ որ մենք, դա շատ կապված է իմունիտետից, դա կապված է օրգանիզմի վիճակից։ Դրա համար պետք է ուղղակի օրգանիզմը ճիշտ նյութափոխանակությամբ, ճիշտ բալանսավորված վիճակում եւ բարձր իմունիտետով փորձենք պահել։ Շնորհակալություն ձեզ կարևոր ինֆորմացիայի համար։ Մենք զրուցում էինք նյարդաբան Անուշ Գասպարյանի հետ։ Դուք դիտում եք Միֆեր առողջության մասին հաղորդումը, տիրապետեք ինֆորմացիայի ուժին, տարբերեք միֆը ձեր առողջության մասին։ Իսկ ինֆորմացիան մի բան է, որ կիսվելուց չի պակասում։ Կիսվեք այս ինֆորմացիայով ձեր ընկերների հետ։ Շնորհակալություն նաև Յասաման ռեստորանին համագործակցության համար, ընկերական ջերմ հիշողությունների լավագույն հավաքատեղի համեցեք Յասաման, Երևանում, Ծաղկաձորում եւ Սևանում։ Կհանդիպենք։